Պարոն Ալեքսանյան, մի հարց ես ունեմ, մենք նախորդիվ քննարկել էինք այս հարցը մի քիչ այլ կոնտեքստում, շատ կարևոր նախագիծ է նախուզում, շնորհակալություն հայտնել հեղինակելու համար։ Հիմա տեսեք, օրինակ Հայաստանում տարբեր բարքեր են գործել եւ բոլորն էլ գիտեն, որ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակին այդ նույն կեղծ տեղեկանքներով ստացել են իրավունք չծառայելու եւ խուսափել են զինվորական ծառայությունից ժամանակին մարդիկ թիվն էլ գիտեին ինչքան արժի, գիտեին ովքեր են դա անում եւ այլ եւ այլ։ Հիմա ծառայությունը միանգամյա ոնց որ գործողություն չի եւ այն մարդիկ ովքեր որ 2 տարի ծառայել են իրենց հայրենիքին, հիմա էլ ամսական տարեկան հավաքների են մասնակցում, գալիս են իրենց 25-օրյա հավաքներին մասնակցում են եւ այլ։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ժամանակին ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով ազատվել են բանակից, հիմա նույնիսկ դրան էլ չեն մասնակցում, որովհետեւ իրենք ուղղակի պիտանի չեն ծառայության ըստ այդ թղթերի։ Ես հասկանում եմ, որ քրեական գործերի շրջանակներում, եթե բացահայտումներ են տեղի ունենում, գնում են իրավապահները ստիպում են նորից կրկնակի գնալ հետազոտության եւ դա քրեական այդ գործի ենթադրում են նաեւ հիմնավորվածության ապացույցների հավաքման process է, բայց չեք կարծում արդյոք, որ պետք է մենք նաեւ անդրադառնանք այն մյուս կտորին, որը կարող է որևէ քրեական գործերով չեն անցնում, բայց մարդկանց ուղղակի միգուցե ինչ-որ պարբերությամբ պետք է այդ հետազոտությունները հանձնեն, ովքեր որ հանձնել են եւ ազատվել են։ Չեք կարծում արդյոք, որ նման մեխանիզմի կարիք կա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Արշակյան, բնականաբար առաջին հայացքից ձեր ասած առնվազն շատ արդար է թվում ու շատ տրամաբանական է թվում, բայց նաեւ այս օրենքի նախագիծը վերցված է, գիտեք, պարոն Հայկ Սարգսյանի օրենքի մեծ նախագծերի փաթեթ ուներ, դրա մի հատվածն է այս օրենքի նախագիծը։ Ես կարծում եմ, ձեր նշած ինքը շատ ավելի լայն մի բան է ու պետք է նախ պարզենք արդյոք իրավապահ մարմինները եւ արդյոք համապատասխան գերատեսչությունը այդքան ռեսուրս ունեն, որ ուղղակի այդ կամայական ստուգումներն իրականացնեն, կամ արդյոք այդ ստուգումները ինչ պարբերականությամբ պետք է իրականացվեն ու ում նկատմամբ պետք է իրականացվեն։ Ես կարծում եմ սա գործադիրի մեր գործընկերների կողմից շատ ավելի լայն ու մեծ աշխատանք պահանջող մի բան է ներկայացնում ձեր առաջարկի իրենից, քան պարզապես կարգավորվում է մեր առաջարկած օրենքի նախագծով։ Գաղափարի հետ միանշանակ համաձայն եմ, կարծում եմ առաջիկայում պաշտպանության նախարարության իրավապահ մարմինների գործընկերների հետ կարող են քննարկել ու մի լուծման գալ, որտեղ միանշանակ ասում եմ լրիվ արդար բան եք ասում ու անտրամաբանական է, որ մինչև հիմա չունենք մի ֆորմուլա դա լուծելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Ալեքսանյան, գիտեք 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ նույն այդ Պահեստազորի զինակոչի պրոցեսների միջով էինք անցնում, ինձ հաճախ դիմում էին համայնքներից մարդիկ եւ ասում էին օրինակ այն մյուս հարևանը, որոնք մենք գիտենք, որ զինակոչի ենթակա են, բայց ժամանակին, քանի որ իրենք ինչ որ կերպ ազատվել են, իրենց հիմա էլ չեն զինակոչում եւ նույնիսկ պատերազմի ժամանակ, որ նրանց կարիքը կա, նրանք այդ ցուցակներում չկան իրենց անունները եւ առավել եւս հիմա էլ այդ նույն 25-օրյա հավաքների ցուցակներում չկան նրանք, բայց այն մարդիկ, ովքեր որ իրենց հայրենիքի նկատմամբ պարտքը կատարել են, գնացել ծառայել են, սա իրավական հարց չի, իրականում սա հասարակական համերաշխության հարց է եւ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու հարց է եւ ես չեմ բացառում, որ շատ շատերը նաեւ կամավոր գնան եւ այդ տեստերը նորից հանձնեն ու զնան գնան այդ 25-օրյա հավաքներով գոնե վերականգնեն ու սա կարծում եմ, որ կարելի է նույնիսկ մի քանի անգամյա կամ մի անգամյա պարբերականությամբ նման մեխանիզմ ստեղծել։ Ես նաև հնչեցրել եմ պաշտպանության նախարարության գործընկերներին այս առաջարկը, բոլոր զինկոմիսարիատներում այդ ցուցակները ազատվողների կան եւ կարելի է ուղղակի մի անգամյա տենց ֆիլտրով անցկացնել եւ նրանք ովքեր իսկապես ունեն բժշկական ազատման հիմքեր, նրանց որևէ բան չի լինի, բայց նրանք ովքեր չունեն, գոնե այս 25-օրյա հավաքներին կան մասնակցեն եւ դառնան ոնց որ զինապարտ, այսինքն իրավունք ունենան որևէ պահի հայրենիք իրենց ծառայությունը, եթե կարիք ունենա, մասնակցեն եւ իրավունք ունենան դրա օրենքով։ Շնորհակալ եմ։
Ձեզ նույնպես շնորհակալություն, պարոն Արշակյան, նորից ասեմ, լիովին համաձայն եմ ու կարծում եմ, որ ձեր ասածը բնականաբար արդարության վերականգնմանը նպաստող բան է ու կոչ եմ անում, նաև ես էլ իմ հերթին կոչ եմ անում մեր համապատասխան գերատեսչությունների գործընկերներին մտածել այս առաջարկի շուրջ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Հարակից զեկուցող պաշտպանության եւ